Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է, մենք շարունակում ենք հետևել Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող կարևոր իրադարձություններին և այսօր դրանք քննարկելու եմ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբայան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Պարոն Բաբայան, դուք տեղյակ եք, որ Հայաստանի ազգային ժողովում քննարկվում է մի նախագիծ, որը ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, եւ նա ցանկություն ունի կամ առաջարկում է զինծառայությունից ազատվելու դիմաց օրինական վճարում կատարել եւ ազատվել բանակից։ Նա նաեւ առաջարկում է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում մոտավորապես 13 միլիոն դրամ սահմանել եւ որ դա չլինի առանց փողի։ Պատճառաբանությունը այն է, որ տարիներ շարունակ բանակում չծառայելու պատճառով Հայաստանի երիտասարդները երեխա տարիքից ծնողները նրանց ստանում են եւ նրանցից շատերը Հայաստանի քաղաքացի չեն, այլ երկրների քաղաքացի են, բայց շարունակում են ապրել Հայաստանում, սովորել Հայաստանի դպրոցներում եւ բուհերում եւ պատճառաբանություններից մեկն էլ այն է, որ դեռևս շարունակվում է եւ իշխանությունները չեն կարողանում դեմն առնել այն արատավոր իրողությանը, որ կաշառքի որոշակի այլ միջամտությունների արդյունքում կարողանում են երիտասարդները խուսափել բանակի ծառայությունից եւ նրանք որոշել են օրինականացնել այդ գումարները, պատճառաբանելով, որ եւ կդժվարանա եւ որ գումար ունեցողների այդ վճարած գումարներով նրանք պայմանագրային զինծառայողներին կվճարեն։ Ինչպես է գնահատում դա, անդիմությունը բնականաբար քննադատում է, դուք որպես պաշտպանության բանակի նախկին հրամանատար եւ մեր երկիրը որպես անվտանգային խնդիրներով լեցուն երկիր, այս իրողությանը ինչպես եք գնահատում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Թվերը չասեմ, պարոն Բաբայան, գիտեք 20 միլիոն, 24 միլիոն եւ տարբեր։ Մոտավորապես լսել եմ, բայց թվերը էական չի եւ ընդհանրապես այդ առաջարկը ես հայտարարել եմ դրա մասին անընդունելի է ընդհանրապես նման առաջարկով աղքատների բանակ ստեղծել, դա մոտավորապես դրա մասին ենք խոսում, բայց մեկը դա չի հարցի լուծում, ասենք անձը գնալու է Վրաստանում երեխա ունենա, հա, ծննդականում դեղյա լինել, վերջը երեխան գալու է նույն ձեր ասած դպրոցում սովորի, ասենք 1 միլիոն ծախսելու է այդ ուղղությամբ կամ Կրասնոդարում կամ որևէ միտեղ։ Մենք ինչ ենք ուզում ստանանք, խնդիրը ձևավորենք, արտաքին վեկտորը ճիշտ քաղաքականությունը ճիշտ չի տանում, մթնոլորտ ստեղծում անընդհատ վտանգի, պատերազմի եւ այլ, դրանց բխող գալիս է, որ ամեն մի ծնող ուզում է իր միուճար երեխան փրկի։ Մեկը փողով, մեկը, չգիտեմ, կեղծիքով, մեկը բժշկությունով, մյուսը մի այլ ձևով, դա համար մենք այս մթնոլորտը անընդհատ ընթանալու է եւ մենք չենք կարողանալու դա կանոնացնել։ Ես դրա մասին բազմից խոսել եմ եւ արտահայտվել եմ, որ միակ ձևը պրոֆեսիոնալ բանակի անցնելն է, առաջի հերթին, երբ որ մենք անցնենք պրոֆեսիոնալ բանակի, մենք այն երեխուն ոչ մեկը չի տանում, ոչ մեկ նրան չի ստիպում, որ գնա ծառայության, հա, առաջարկում է ուղղակի զենքին տիրապետի սովորի պատրաստականություն անցնի 6 ամիս, մի տարի եւ գնա իրենց տուն։ Ոչ մեկ իրավունք չունի նրան ուրիշ տեղ տանելու, ցանկացած տղամարդ պետք է զենքին տիրապետի։ Ինչու տղամարդ եւ աղջիկ, հա։ Իսկ բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ, խորացված, մի տարուկես պատրաստվի, բոլոր զենքերին տիրապետի, սպայական կազմը կիրթ լինի եւ այլ, այս խնդիրը պետք է լուծենք։ Այդ խնդիրը լուծելու համար որից է խնդիր չունենք։ Ունենք որոշումներ կայացնելու պայմանագրեր եւ ունենք այն ֆինանսը, որը ունենք։ Այսօր բյուջեին մատկացրած է։ Հայտարարում պրոֆեսիոնալ բանակ ունենալու նպատակի մասին եւ ասում են աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ժողովուրդ, հայտարարելը 7 տարի է հայտարարում ենք, բան չի փոխվել, չէ՞։ Հայտարարելով չի։ Հայտարարելով կարաս ինչ ուզում ես հայտարարի։ Ով է ծրագիրի իրագործում։ Ինչ ծրագիր ենք իրագործում, ինչ մեխանիզմ ենք դրել, եթե մենք դա առած լինենք, հիմի ցայտնոտում մենք չենք փորձի այ նմանատիպ օրենքներ ընդունելով փորձել երեխաներին մտամ թե ստիպենք որ նա գա ծառայության, հա։
Դա ցայտնօդային վիճակ է, թելադրանքի պահի ընթացքում փորձում ենք որոշումներ կայացնենք։ Մենք դրանով իսկ անում ենք գենոցիդ։ Բառից բուն իմաստով։ Սպիտակ գենոցիդ, այո, արտագաղթի, վերցրեք նայեք ինչքան արտագաղթ է եղել, ինչ է եղել եւ ոնց է շարունակվելու, ավելի խորացված, հա։ Այսօր օրինակ այս նախագծի քննարկման ժամանակ թվեր են հնչեցնում, որ 2024 թվականների ընթացքում մոտ 9000 հայ երիտասարդ հրաժարվել է քաղաքացիությունից Հայաստանի եւ որ հրավիրվածների, այսինքն ովքեր որ զորակոչային տարիքի են, 30-40 մինչև 50%-ն է բանագնում, մնացածները տարբեր ճանապարհներով փորձում են ազատվել, այդ թվում նաեւ լքելով երկիրը։ Հիմա երբ որ մենք դնում ենք 15000, 20000, 24000, 20 միլիոն, հա, այդ երիտասարդ աղջիկը ամուսնանալու է, երեխան բերելու է այլ պետության տարածքում։ Դե ծննդական վերցնի այդ երեխան չի լինելու Հայաստանի քաղաքացի։ Դա 1 միլիոն կծախսի այսօր, կգնա այդ երեխան Վրաստանում կբերի, հա, կամ ասենք Ռուսաստանում կբերի, իրան պետք չի։ Արդեն արտասահման քաղաքացի է, ստե կապրի, հետո ինչ է կանելու։ Լավ, ժողովուրդ, նույնց եմ ասում, միակ տարբերակը գնալ այդ պրոֆեսիոնալ բանակին, պատրաստական լինել, խնդիրները լուծելու։ Դժվար խնդիրների դեպքում խուսափել, շրջանցել կամ ինչ-որ ֆինանսական խնդիրներ դնել հասարակության դեմը, դա հարց չի լուծում, դա աղքատների բանակ չեք ստեղծում դուք այդ քայլերով ոչինչի չեք հասնելու։ Ես խնդրում եմ, որ բոլոր պատգամավորներին, ընդդիմության եւ իշխանության, որ նման քայլերի չգնալ, կանգնել, ստապ մտածել, փորձել լուծել խնդիրները, անցնել պրոֆեսիոնալ բանակի։ Դժվար չի, այսօր մենք կարողանում ենք այն գումարը, որը հատկացրած է, պահել 45000 բանակ։ 45000։ Այո։ Պրոֆեսիոնալ բանակ։ Այո, տարիների ընթացքում հասնել ինչքան մեզ պետք է։ 2-3 տարի։ Բայց պրոֆեսիոնալ բանակ պատրաստելն էլ ըստ երևույթին, չեմ ասում դժվար, ըստ երևույթին նաև դժվար, բայց նաև ժամանակատար գործ է։ Մենք պատերազմական իրավիճակը մի քանի տարի առաջ ենք ընդամենը ավարտել եւ միանգամից երևի թե չենք ունենա դա։ Ես ձեզ ասում եմ, որ դա տենց չի, դա շատ կարճ ժամանակում հնարավոր է լուծել այդ խնդիրը, 1-2 տարվա մեջ այդ ընթացքը ամբողջովին անել եւ նրան փոխարինել մոբիլիզացիոն ռեսուրսով, որը 3 ամս է կան եւ այլ, դիրքերի կպահեն, խնդիրների կլուծվեն եւ այլ, այդ լուծումները տալ, գնալ այդ ճանապարհով։ Մնացած ցանկացած ճանապարհ մեզ տանելու է կործանման։ Մենք վերջում ոչ մի բան չենք ունենալու, որովհետեւ բանակ չենք ունենալու ենք այն ինչ որ ունենք, որ մեզ չի ապահովում մեր անվտանգությունը։ Սա է խնդիրը, երրորդ խնդիրը, որ ուզում եմ մեր հասարակությունը, տնտեսագետները վերլուծեն Ամերիկայի պրոֆեսիոնալ բանակի անցնելուն, դրա գաղափարին եւ դա տնտեսության զարգացման խնդիր է լուծում։ Պրոֆեսիոնալ բանակը դա լուծում է տնտեսական խնդիրներ։ Մարդիկ դիսերտացիաներ են պաշտպանել դրանով։ Խնդրեմ վերցրեք Ամերիկայում ծանոթացեք այդ բաներին, հասկացեք, որ այն ինչ որ մենք առաջարկում ենք, չենք առաջարկում մենակ սպառողի դերում, այլ ճիշտ հակառակը զարգացման ոլորտ ենք տանում դեպի։ Սա լուրջ խնդիրներ է եւ կխնդրեի, որ մեր հասարակությունը կարողանա ճնշում գործադրի, թույլ չտալ որևէ նման օրենք անցնելու։ Չգիտեն, մենք պատրաստենք, ես անձամբ պատրաստեմ նախարարության հետ, նստենք, քննարկենք ամեն մի դետալը եւ վերլուծություն անենք, որոշում կայացնենք։ Հայկ Սարգսյանի այդ նախագիծը ավելի խստացրել է Պաշտպանության նախարարությունը, վստահ եմ տեղյակ եք իր առաջարկներով, եթե Հայկ Սարգսյանը ընդամենը մի ամիս ծառայելու եւ այլևս ծառայելու արդեն ծառայած համարվելու համար 20 միլիոն դրամ էր սահմանում, Պաշտպանության նախարարությունը առաջարկել էր 24 միլիոն դրամ եւ այդպես աստիճանաբար խստացնելով։ Եթե անկեղծ լինենք, ոչ մեկը թող չնեղանա, երկուսն էլ սխալ որոշում են առաջարկել, որտեղ անում է 31 միլիոն 160 հազար, եթե ես ձեր փոխարեն։ Ինչն է։ Փորձեմ բացատրեմ։
ես ձեր փոխարեն 2 տարի ծառայելու եմ պայմանագրային, չէ, պրոֆեսիոնալ։ Ես ստանալու եմ այսքան աշխատավարձ, թոշակառուի ֆոնդը այսքան փող եմ գցելու, այսքան հագուստս, փամփուշտը եւ այլ, այս ծախսերն ընդհանուր անալու է 2 տարում 31 միլիոն 160,000 դրամ, այո։ Մի մարդու համար, եթե ուզում եք ճիշտ թիվը հասկանանք, հա։ Դա դուք հաշվարկել եք։ Լրիվ հաշվարկած թվեր է։ Մի ասում եմ, դրա համար պետք է մենք որոշում կայացնենք։ Այս ճանապարհը մենք անցնելու ենք։ Այս ընթացիկ ուղղակի ձևական որոշումները, որ ուզում ենք կայացնենք այս վիճակից դուրս գալու համար, դա ոչ մի բանի օգուտ չի տալու, ճիշտ հակառակը ավելի ախորացնելու։ 31 միլիոն, դուք ասում եք մենք կարող ենք նվազագույն թիվն եք ասում 45,000 եւ այլն, մենք կարող ենք 31 միլիոն արժեցող 45,000 նման ծառայողներ ունենալ։ Եթե մենք ունենք 1 միլիարդ 800 միլիոն բյուջե եւ մի տարվա իր ծախսը, ասենք 15 միլիոն, 16 միլիոն քանի է, բաժանեք ստանալու եք թիվը։ Բարձր։ Միգուցե իշխանությունները հույս ունեն, ամեն դեպքում իրանք անդադ բարձրաձայնում են, որ հույս ունեն խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ադրբեջանի հետ եւ անվտանգային խնդիրները, եթե չասենք կվերանան, ապա հնարավորինս կթուլանան եւ անհրաժեշտություն չի լինի նման։ Նայեք, եթե առաջինը պետություն չեն կառուցում, սա մեկ, երկրորդը խնդիրը հետեւյալն է, որ բանակը դա մեր անվտանգության խնդիրն է լուծում, երկրորդը դա հավասարակշռված տարածաշրջանում դերեցունում ներդրումներ է բերում, որտեղ տարածքը լինում է անվտանգ եւ պատերազմի վտանգ չի լինում, ներդրումներ է բերում։ Հիմա համ ներդրումներից են ընկած, համ ժողովուրդը թողում են դուրս են գալիս, հա, երկրից հեռանում են, ապագան չտեսնելով կամ տարբեր հարցերի շուրջ։ Եվ երրորդ խնդիրը ամենավտանգավորը, ես այս վերջերս ասել եմ 30-31 թվերին Թուրքիան եւ Ադրբեջանը իրանց զինանոցները ուժեղացնում են, բանակը հզորացնում են իրանց պետական խնդիրները լուծելու համար։ Մեր հարևանների հետ, անգամ եթե մեր վրա չեն արձակում, մեր հարևանների հետ իրան խնդիրներ ունեն լուծելու։ Իրանին նկատի ունենք։ Իրանին նկատի ունեմ, ինչու ոչ Ռուսաստանին նկատի ունեմ, դուք ոնց եք պատկերացնում, եթե Ալիևը 3 հայտարարում է, ասում է մենք Ուկրաինայի հետ ռազմավարական ընկերներ ենք եւ այլ, գիտեք Զելենսկու հայտարարությունը, հետո Պուտինի խոսակցությունը եւ Գերմանիան բանը, Եվրոպայի հայտարարությունները բան, լուրջ խնդրեմ է գալիս դեպի այս ուղղություն։ Մենք ինչ ենք անում հիմի։ Նստել ենք, սպասում ենք, որ ինչ պիտի լինի, ով պիտի մեզ պաշտպանի, ինչ պիտի լինի, մենք ինքներս, չէ՞, բայց եթե մենք ինքներս ես ինչով ենք զբաղված։ Ասում ենք կարող է խաղաղության, որ խաղաղության փաստաթուղթն է խաղաղություն բերել։ Կարակ մեկը աշխարհի վրա այս վերջի 100-ամյակը ինչ որ թուղթ ստորագրել են, հետո խաղաղություն ա եղել։ Մեկը ասեք, ո՞րն է այդ եղել։ Այնուամենայնիվ ես ուզում եմ մեջբերել երեք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ինքը գաղտնաձերծեց 1-2 կետ խաղաղության պայմանագրից, որ դրանք այնպիսի կետ կա, որ կողմերը ընդունում են Խորհրդային Միության այդ փլուզումից հետո արկա տարածքները երկու հանրապետությունների։ Այսինքն այդ դեպքում արդեն տարածքային խնդիրները ըստ երևույթին որ քննարկվում են եւ կան հիմա Հայաստանի ու Ադրբեջանի միջև կլուծվեն։ Նույնիսկ եմ ասում, խնդիրը նա է, որ չգիտեմ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում։ Ընդհանրապես այն ինչ ասում է ինքը մտածում է հետո ասում, թե պրոստը ասում է, որ խաղաղություն լինի կամ վաճառում է իր խաղաղությունը մեր հասարակությանը, հա։ 25-26 թվականին եղել է սահմանազատում օֆիցիալ, որ սովետական միություն եք մտել այս տարածքներով Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, հլա Կովկասից խոսում 1925-1926 այդ տարա հետո 30 թվականին սովետական ատլաս գիրքն են հրատարակել, որտեղ Հայաստանի Հանրապետությունը 30,940 քկմ է։ Հիմի խոսում ենք
29748-ից։ Բայց երկուսը ուր կորավ։ 2000 քառակուսին ուր է գնացել, ինչ ա արել։ 1240 ուր ա գնացել։ Հա։ Այսինքն մենք հասկանում ենք, որ ական ենք դրում հետագա նորից խնդիրների, թե չէ։ Չենք ուզում ընդունենք։ Ասում ենք բանի հռչակագիրը, հայտարարությունը բանի Կազախստանում որ արել են 91 թվականին կամ չգիտեմ 71 թվի քարտեզ, 75 թվի քարտեզ։ Որևիցե քարտեզ չկա, կա Սովետ միություն, Սովետ միության հանրապետությունների կառավարությունների որոշումներ, Ադրբեջանը, Հայաստանը, որ այս տարածքները տալ, ստեղ ոչխար պահողներն են զբաղվում, ստեղ այս անկլավը տալ, որ չգիտեմ ինչ ենք ստեղծում։ Եթե սա չի համարվում, որ փոխվել է, որտեղ եղել է մի ընդհանուր պետություն, որի շրջանակում ինչ ուզել են արել են։ Հիմա այդ ընդհանուր պետությունը գոյություն չունի, դուրս են գալիս նորից, ինչով մտել ենք։ Այ խոսքը դրա մասին է։ Ժողովուրդ, դուք էլի գնում եք, ասում եք Նիկոլ Փաշինյանը ասեց։ Վաղը Նիկոլ Փաշինյանը չի։ 26 թվին ընտրություններով Նիկոլ Փաշինյանը չի։ Մի ուրիշն է գալիս։ Ինչ ենք ասում։ Այսինքն մենք ինքներս մեր համար խնդրեմ ենք ստեղծում։ Գլխավոր խնդիրը դեմդ կառնա, դու շրջանցում ես, քեզ թվում է լուծել ես, չես լուծել։ Դու այդ խնդիրը լուծի։ Շրջանցելով հարց չի լուծվելու։ Դուք բերելու եք խնդրի, կուտակվելու է էլի մեծ գծիկ, որը բերելու է նորից պայթունի։ Ես դրա մասին եմ խոսում։ Պարոն Բաբայան, դուք գիտեք, որ անցած շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Ադրբեջանի եւ փորձում են իրենք կասեցնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև արկա էսկալացիայի վտանգը։ Ինչի մասին է խոսքը, նման վտանգ կա, այսօր օրինակ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ չգիտի ինչի մասին է խոսքը։ Կար իսկապես նման կա հիմա այս պահին կամ ընդամենը անցած շաբաթ նման մեծ վտանգ։ Քաղաքականությունը նաեւ որ ամեն մեկը Ռուսաստանի ազգօրնախարարն էլ Երևանում հայտարարեց, որ մենք ամեն ինչ անում ենք, որ Հայաստանի Ադրբեջանի մեջ խաղաղության պայմանագիր լինի։ Ռուբիոն դերից է հայտարարում, բայց Ռուսաստանը ամեն ինչ չի անում։ Ոչ մեկը ոչ մի բան չի անում։ Ոչ մեկը ոչ մի բան չի անում։ Ուղղակի ամենը իր շահերի շրջանակում փորձում է հարց լուծի, ինքը դեր ստացնի։ Այդքան մի բան։ Ադրբեջանը որևէ մեկի ասելով խաղաղության պայմանագիր չի ստորագրելու։ 4 տարի է ես անոտ մեջ դες ասում եմ դրա մասին, մեր իշխանությունները 4 տարի ասում են վաղը ստորագրում ենք։ Թուղթ տվեցած հետևից վազում են, որ ստեղ ստորագրեցինք։ Լուծվել է այդ խնդիրը, չի լուծվում, չէ։ Ադրբեջանը շատ լավ գիտակցում է ինքը ինչ է ուզում քեզանից։ Իր ուզածը որն է, այդ ստորագրությունով Ադրբեջանը ինչ է ստանում։ Ոչ մի բան։ Ինչ է ուզում Ադրբեջանը մեզանից։ Քեզանից ուզում է ճանապարհներ, քեզանից ուզում է մի շարք այլ խնդիրներ, որ իր ազդեցությունը լինի, որ Թուրքիայի Ադրբեջանի մեջ, ասենք իրանք ազատ այդ շարժը ունենան, եւ մի այլ խնդիրներ։ Հիմա Վրաստանն Իրանն էլ ճիշտ հակառակն են ուզում քեզանից։ Վրաստանն ու Իրանը չեն ուզում, որ Ադրբեջանը Նախիջևանի Թուրքիայի հետ ունենա կապ, որովհետև իրենք կկորցնեն իրենց դիրքը այդ առումով։ Իրանց ազդեցությունը, իրենց դիրքը եւ մի շարք այլ խնդիրներ, հա, նույնը մոնոպոլիան, որը Վրաստանը այսօր տարածաշրջանում պահում է որպես տրանզիտ երկիր, կզրկվի դրանից։ Այսինքն այս ամբողջը ճիշտ է, որ 4-ն էլ նստեն իրար նայելով խոսեն, լուծում գտնեն։ Իսկ ստից մի հատ թուղթ, ասես թաքուն ստորագրենք, որ մեր մեջ խաղաղություն է, դուք էլ բոլորդ հավատում եք, որ դա խաղաղություն է, ես էլ պարտավոր եմ ասեմ ժողովուրդ, դա խաղաղություն չէ, էլի, դա խաբեբայություն է։ 4 ովքեր, պարոն Բաբայան, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Վրաստան։ Իրան, Վրաստան։ Դա մի քիչ էր, քան 3+3 ֆորմատը։ 3+3 ֆորմատը տենց էլ չի աշխատելու, եթե մենք ինչքան խաղացողներ մտցնենք խաղադաշտ, այնքան ծանրացնելու են խնդրի լուծումը։ Մենք չենք կարող 4-ով լուծենք, եթե 6 սարքենք, ի՞նչ է դառնալու։
Լավ, դուք երկրներ նշեցիք, դեպքում Հայաստանի դիրքերը այդ առումով շատ թույլ չեն լինի այդ քառյակի մեջ եւ ինչ եք կարծում, որ Ադրբեջանը կհամաձայնի, կգա Ադրբեջանը հիմա չի գալիս, Ադրբեջանը իր պահանջներն է ներկայացնում, այնտեղ նույնպես դուք ասում եք նստեն, խոսեն, լուծեն, նստեցին, խոսեցին, կլուծվի։ Դեպքում Հայաստանից էլի զիջումների Լավ, սենց ավելի բարձ խոսենք հասկանանք իրար։ Վրաստան, Ադրբեջանն ասում է մեղրեով ճանապարհ տուր, Հայաստանի տարածքով ես ազատ պիտի գնամ գամ, տրանզիտը բացեք ձեր ճանապարհները, երկաթուղին եւ այլ եւ այլ։ Վրաստանն ասում է այդ դեպքում նստում ենք ես, դու վրացին ասում ենք, այս Վրաստանները չի ուզում որ այդ ճանապարհները բացվի։ Ես էլ որ բացում եմ, իմն է փակվում ստեղ։ Հիմա դուք իրար հետ խոսենք, մենք նայենք մի քիչ ձեզ, հասկանանք դուք ընդհանրապես իրար Չէ որ սայուզնիկներ եք ես ձեզ։ Կարող ենք գոնե դա անենք։ Մնացած ոչ մեկ չլինի։ Դե շատ են հանդիպում։ Հանդիպում ենք, բայց թեմայից չենք խոսում։ Հանդիպում ենք հանդիպման համար։ Ոչինչ չի հայտարարվում։ Գուցե եւ խոսում տարածաշրջանային իրոք։ Ինչ էլ չհայտարարի քաղաքական, երբ որ հանդիպում են, ինչ որ մի երկու տերմին հայտարարում են, որի շուրջ խոսակցություն է եղել։ Մենք ամենան դեպս դրա շուրջ խոսակցություն չենք լսում, հա? Մեկ, երկրորդը վաղը Ամերիկայի հետ, ասենք Իրանի իսլամական պետությունը ստորագրել է այդ ատոմային բանի, ստորագրելու են։ Հիմա դրանից հետո էմբարգոյից դուրս մենք հնարավորություն ունենք այդ կապույտ վառելիքը մեզանով անցնի, Թուրքմենականը գանդեղ, որտեղ Իրանը մեկա չի տողելու Կասպիան ավազանով եւ դա փոխարինի այն տրանզիտնի բեռներին, որը որ Վրաստանը զրկվելու է, որ կարողանանք Ինչու չունենք հնարավորություն, մենք սպասում ենք դրան։ Տպավորությունն է, որ Իրանը նույնպես սպասում է։ Ինչին է սպասում։ Որ այդ համաձայնագիրը ի վերջո համաձայնությունը Այդ համաձայնագիրը լինելու է, բայց այն ինչ որ մենք պիտի խոսենք իրանց հետ, այսօր պիտի չէ խոսենք։ Հասկանանք իրանց։ Սպասում եմ, որ Իրանի նախագահը գա Հայաստան։ Լավ, սպասեք կտեսնենք։ Հայաստանի պաշտոնյաներն են գնացել Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար, վերջերս անվտանգության հարցագնացել են, թե հրավիրել են ինչ որ բաներ բացատրելու։ Էական չի, աստիճան քննարկել։ Էական է, որովհետև դա տենց չի, որ էական չի։ Եթե նկատում եք, միջև օրս եթե դեսպանը էս վերջի իր հարցազրույցում կատեգորիկ ասեց, որ ճանապարհը չի լինելու, չէ՞։ Միջև այդ կատեգորիկ չէր։ Միջանցքի ընդհանրող ճանապարհի մասին ասում։ Միջանց չի, դա միջանց որը Հայաստանի ինքնիշխանության ներքո չի լինելու։ Չէ, դες բան գոյություն չունի, որովհետև ժամանակ չի եղել, որ Հայաստանի իշխանության ներքո չի լինելու։ Ես դες բան չեմ լսել։ Ադրբեջանը հայտարարում է, որ ազատ ճանապարհին դուք նորից եք գնում Ադրբեջանի ասածների հետևից, ինչ որ մեկը ասեց, դուք ձեր ճանապարհները ձեզ տնտեսապես շահավետ է, որտեղով ճանապարհներ ունենաք, որ մեր երկիրը զարգանա։ Դուք դրանից խոսեք, դուք թե ով ինչ է հայտարարում, ընդհանրապես հետաքրքիր չի։ Քո շահերից բխող ինչ որ հետաքրքիր է, նրա մասին խոս։ Դա խնդիրն է, որ չի լուծում այսօր այդ ճանապարհների հարցը։ Դե չես անում, չի լուծում, էլի։ Ոնց անեն։ Դուք կառուցում ես, ասենք, Իջևան, Թովուզ, Իջևան, Գյումրի ճանապարհը, Թիֆլիս, Կիրովականով այդ խաչմերուկում միացնել իրար այդ երկու ճանապարհը։ Երրորդ, ասենք, Երազղ, միջև Երազղ, Երազղից Գորիս, Երազղից Թուրքիա նորից մեկն է Նախճիվան մտնում, հետո Գորիսից այդ ճանապարհը հասնում է Իրան, Ադրբեջան, Նախճիվան, Իրան, Հայաստան եւ Հնդկաստանը այդ ճանապարհը գործող ճանապարհները որոշակիորեն գործող ճանապարհը որոշակիորեն վերակառուցել հասնել նրա որ առաջի կարգի ճանապարհներ լինի, որ դրա ապագան այսօր 50 տարի հետո դրա թողնակությունը այդ ճանապարհին ինչքան պետք է լինի, ինչ ենք նախատեսում, ինչ բեռնափոխադրում է լինելու, երկաթուղի ճանապարհ,
օդանավակայաններ, ասենք Գյումրիում ենթադրենք կառուցեցին, միջոցները գտան ու կառուցեցին։ Իսկապես ամեն ինչ այդքան հեշտ, ես հարցը կարծեմ ես ձեզ մեկ անգամ եմ տվել։ Այդքան հեշտ կլինի։ Կառուցեցինք ու մենք դարձանք, ինչպես դուք եք ասում, ճանապարհային հաբ, հա, տրանզիտ հաբ կդառնանք եւ Ադրբեջանն էլ առանց որևէ խնդրի կգա կգնա Նախիջևան ու Թուրքիա, պարսիկներն էլ կգան, որտեղ ուզում են, այդպես կյանքը ուրախ եւ երջանիկ։ Ես նույնիսկ եմ ասում, այո, տնտեսական այս ամբողջ ճանապարհային խնդիրները լուծելով դուք ձեր դերը բարձրացնում եք տարածաշրջանում, եթե ձեզանով եւ կապույտ վառելիքն անցնելու եւ նավթամուղերը եւ այլ, դուք Հայաստանի Հանրապետության դերը բարձրանում է, սա մեկ, երկրորդ։ Այսօր Չինաստանը ճանապարհ է կառուցում, մի հատ Պակիստանով է կառուցել, մի հատ էլ Աֆղանստանով է կառուցում Իրանի հետ Պերսիցկի զալիվ դուրս գալու եւ այդ ճանապարհին միանալու ստեղով դուրս գալ նորից Սևծով, լա հարց է լինելու ինքը Կազախստանով, Ուզբեկստանով, բանով գալիս է Կասպիով անցնի Ադրբեջան Սևծով, թե այս ճանապարհն է օգտագործելու, հասկանում եք։ Դա համար եթեով որ չխոսենք, մենք մեր փայաբաժին պարտականությունները մեր պետության զարգացումից ելնելով մեր ճանապարհները կառուցում ենք, պատրաստ ենք լինում, եթե մեր հարևանները կամ ստրատեգիկ ռազմավարական այդ պետությունները, գերտերությունները ցանկանում են օգտվել այդ ճանապարհից, պայմանագիր են անում օգտվում։ Իմ ասածը սա է, իմ ասածս նա չի թե Ադրբեջանը ինչ է ուզում, եմի հարևանը ինչ ասեց, մեկը ինչի մասին խոսեց, դրա մասին պետք է չխոսել։ Լավ, պարոն Բաբայան, այլ հարցերի էլ անդրադառնանք, հայտնի է ձեզ եւ դուք նաեւ արտահայտվել եք այդ մասին, արտահայտել եք ձեր կարծիքը, որ Հայաստան բռնի տեղահանված Արցախի ազգային ժողովի պատգամավորները նախագահ են ընտրել ազգային ժողովի եւ պատրաստվում են նաեւ նախագահ ընտրել ազգային ժողովի առաջիկայում, դուք առաջ քննադատաբար եք մոտենում Հայաստանում Արցախյան նման կառույցների վերաբերյալ, հակառակը դուք փորձում եք ինքներդ որոշակի ներկայացություն ստեղծել եւ ինքներդ ղեկավարել, դառնալ ներկայացուցիչ, ես վերջերս լսեցի, որ դուք բավականին հանդուրժող եք հիմա, ինչ որ խնդիրներ կային, որոնք լուծվել են ձեր միջև բանակցություններ են տեղ ունեցել։ Ընդհանրապես որևէ ժամանակ չի եղել, որ ես ուզենամ կառավարեմ այդ կառույցը։ Այդ կառույցը չէ, այլ ներկայացուցիչներ։ Որևէ այլ ներկայացություն, ուղղակի իրար չենք հասկացել, ես բազմից դրա մասին խոսել եմ, հիմա էլ եմ խոսում դրա մասին, հա։ Ղարաբաղի ատրիբուտիկանեն ինչ որ ղարաբաղցիները ուզում են պահել, խնդրեմ իրանք են իմանում, ես դրանով որ չզբաղվել եմ, որևէ ժամանակ եւ չեմ էլ կարող ասեմ դեմ եմ։ Մի անգամ երբ որ ասել են Ղարաբաղի խնդիրը փակա, ես ասել եմ փակելու համար պետք է մարդկանց ապահովել, ինտեգրել, որ այդ մարդիկ հետագայում խնդիր չունենան։ Քանի դեռ չեք արել, ոչինչ խնդիր չեք լուծում, իրանք ունենալու են այդտենց մի կառույց, իրանց ատրիբուտները պահելու, մեկ, երկրորդ։ Ինչ վերաբերում է իմ ասածների մասին, ես նորից ես վերջերս ասել եմ, որ կառույցներ ենք ստեղծում, ասենք 4 հատ հասարակական կազմակերպություն կամ ասենք բան։ Այդ հասարակական կազմակերպությունը ասենք բնակարանով զբաղվող, հա, որտեղ մենք չենք կարող կառավարություն ասել Ղարաբաղի, դա ասել եմ հասարակական մեխանիզմով այդ ամբողջ ոճը արեք։ Ինչպես են մյուսները ասում ազգային ժողովի նախագահ, Արցախի կամ նախագահ։ Լսեք, դա համար երբ որ ես ասում եմ էլեկտրոնային հարթակ ստեղծեք ամբողջ սովետական Ադրբեջանի տարածքում ապրող հայերը Ղարաբաղի շարժումը բերելա, որ բռնի տեղահանել են այս մարդկանց։ Դա 475,000 վերջի մարտահամարը եղել է 79 թվականին, 89 թվականին, 10 տարուց մեկ է լինում։ Արդեն իսկ 88 թվականի շարժումը սկսվել է եւ դա չի կարա օբյեկտիվ լինի, այսինքն դա եթե Ադրբեջանը այն վաղ ժամանակին գրել է, որ մենք իրանց 8%-ն ենք, այո, այսօր Ադրբեջանը ասում է ես 10 միլիոն 130 քանի հազար եմ, դրա 8%-ն անում է 812,000։ Սա փաստ է։ Հիմա մենք այս մարդկանց պետք է փաստաթղթավորենք, որ այս մարդիկ դժվար են Ադրբեջանի քաղաքականությունով,
բռնի տեղահանվել են, դա գենոցիդ է, դրանց փոխհատուցումը, դրանց վերադարձը եւ այլն, մտնել բոլոր այն ՄԱԿ-ի կանոնադրությունով, այն իրավունքներով, որը այդ մարդիկ կորցրել, մտնել միջազգային դատարան, սա մեկ խնդիր, երկրորդ խնդիրը, որ եւ պատմական, երբ որ մենք ասում ենք, մենք չենք եղել Ադրբեջանի մաս, սովետական Ադրբեջանից չենք խոսում, այլ Ադրբեջան որպես այդպիսին 18 թվականից 20 թվականը Ադրբեջանը դիմում է ազգերի լիգան, որը նիստը լինում է Վրաստանում, առաջարկում է, որ Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախճիվանը դա իր տարածքներն է, ազգերի լիգան մերժում է, բաց գրված է, պատմական փաստաթուղթը, որ դա спорная территория, это не ваш, ձեր չի։ Երկրորդ կետով, որ ընդհանրապես ադրբեջանական պետություն գոյություն չունի, որտեղ դա Իրանի Իսլամական Հանրապետության մի հատ ավտոնոմիայի անունն է։ Սա իրանց մերժման ձևերն է։ Հիմի, երբ որ ես ասում եմ դեղով պետք է գնանք այդ խնդիրները լուծենք, ես չնկատի չունեի այդ կառույցները պահում ենք, թե չենք պահում։ Ես առաջարկել եմ Ղարաբաղի իշխանություններին այս կառույցները ստեղծել։ Կամ ասենք 100 քանի հազար մարդ է եկել, աշխատանքի պետք է ապահովեն, հա, սոցիալ վարչությունում, նախարարությունում մի հատ բաժին, որը զբաղվում է այս գործերով, հա։ Իսկ հիմա այդ ազգային ժողովը կամ նախագահը, որը նոր պետք է ընտրվի, կամ Շահրամանյանն ինքը զբաղվում են այդ հարցերով, իրանք պետք է զբաղվեն, կամ ինչի համար պետք է մնան։ Դուք չեք թողում, ես արտահայտվեմ։ Խնդիրը նա է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը բոլոր իր լծակները օգտագործեց, խոչընդոտեց, որ դա չլինի։ Այն ինչից ես խոսում, այո։ Հիմի իրան ձեռք տվեց այն ինչ որ կա։ Հիմի այս ժողովուրդը ընտրել են իրանց 5 տարի լրացել է իրանց նախագահան, իրանց բանը, ասում եք, էս ինչ է կատարվում։ Բայց չէ որ դա տես Հայաստանի իշխանություններն են թույլ տվել, որ անցած շաբաթ ազգային ժողովի նախագահ ընտրեցին։ Արդեն եթե դուք մեկը մերժում եք, մի րոպե, եթե դուք այս մեկը մերժել եք, ձեզ մնում է այդ մյուսը։ Այսինքն մեխանիկորեն այդպես է ստացվում։ Մեխանիկորեն։ Սա իրականությունն է։ Կանան աշտերը փակեն, գլուխը թեքիացի չեմ տեսնում, բան, բայց փաստը է սա։ Իսկ ինչին է պետք Հայաստանի իշխանությունները։ Այ դա արդեն պետքա Ձեր կարծիքով։ Իմ կարծիքով իրանց էմի մասով ավելի լուրջ պրոբլեմ է։ Կարակ առաջի հայացքից իրավական դաշտով որ գնացիր, դա Ադրբեջանին լուրջ խնդիրներ է բերում, որը այսօր Նիկոլը չի ցանկանա այդ խնդիրները լինի։ Այդքան մի բան։ Պարոն Բաբայան, դուք ձեր խոսքի ամենասկզբում անդրադառնալով այդ բանակի վերաբերյալ այդ օրինագծին ասացիք, որ հիմա Հայաստանը սխալ իր արտաքին վեկտորի սխալ քաղաքականությամբ անվտանգային խնդիրներ է ստեղծում։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ իրենք քաղաքականություն ավարում, հա, ասենք Ադրբեջան Թուրքիա, ասում եմ մենք կարմիր ցուլիկ չենք, մենք կարմիր փալածով բան չենք, ցուլիկ չենք, որ երկու ցուլիկը մեր վրա հարձակվեն, մենք պետք է նորմալ հարաբերություն ճշտենք։ Այդ դեպքում Պարսկաստանի, Իրանի Իսլամական պետության եւ Վրաստանի հետ ինչ ենք ճշտում։ Ասենք եթե այստեղ լավ է լինում, հակադիր շահեր է այս մարդկանց։ Դուք ոսկի միջին պետք է գտնեք, դրան գումարած եւ Ռուսաստանը։ Ինչ ենք անում։ Ասենք ինչ քաղաքականություն ենք, չի դառնում, որ մենք այն վարվող քաղաքականությունը, որը վարում է այսօր, բերում ենք հակադրության տարածաշրջանը նոր հակադրություն։ Որ հակադրություն, ինչ քաղաքականություն կա, ինչ է անում, որ հակադրության է բերում։ Բերում ենք այն հակադրության, որ մենք խցանում ենք ստեղծում, հա, տարածաշրջանի պետությունները, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Թուրքիայի Հանրապետությունը, Ադրբեջանը, Վրաստանը հրճակել են բազմակողմանի բոլորը, որ իրանք տրանզիտ երկիր են, Հնդկաստանը գալիս է Իրանով, անցնում է մեզանով, այսօր Ռուսաստանը Հնդկաստանով Պերսիցկի զալիվ եւ այլ, ասենք եւ խաբեր է ուզում ստեղծի կենտրոնական Ասիայի հարստությունները, էներգետիկ ռեսուրսները եւ այլ Իրանը։ Նույնը անում է Թուրքիան, Ադրբեջանը իր ամբողջ լոգիստիկան, ֆինանսները դրել է
դրա վրա, որովհետև հասկանում է իր նավթը գազը ժամանակավոր է, ինքը ուզում է տրանզիտ լուրջ երկիր դառնա, Չինաստան եւ այլ, Իրանով անցնեն էներգետիկ ռեսուրսներ եւ խնդիրներ։ Վրաստանն էլ դե վաղուց է այդ դերում։ Հիմա մեր դերը ո՞րն է։ Մենք ով ենք, ինչ ենք անում։ Մենք ոչ մի բան չենք անում, մենք խցանել ենք, մեջտեղը կանել ենք, խնդիրներ ենք ստեղծում։ Չգիտենք, աճ գնանք, ձախ գնանք, հետո ասում ենք, դե գիտես, բավոր սենց անենք, բանը նեղանալու է մեզանից Իրանի իսլամական պետությունը, Ռուսաստանը, այս մեկը, ժողովուրդ, ով է ձեզ այս նեղանում, մեզ չի հետաքրքրում։ Մենք մեր պետության շահերից բխող որոշումներ ենք կայացնում, մենք ոչ մեկին վնաս չենք տալիս, մենք հանգիստ մեր խնդիրները լուծում ենք։ Լուծելու համար պետք է այդ էներգետիկ ռեսուրսները, այդ տրանզիտ ճանապարհները, բանը ամբողջը վերակառուցենք առաջի կարգի, որ հրապուրիչ լինենք առաջի հերթին մեր տարածքով անցնեն։ Մենք երկրագնդի վրա 8 միլիարդ բնակչություն ունեցող երկրները, հա, 3.5 միլիարդը մեզանով անցնելու են։ Այսինքն Հնդկաստանը 1 միլիարդ 600 միլիոն, Չինաստանը 1 միլիարդ 400 միլիոն, այս տարածաշրջանը Իրանի իսլամական պետություն, Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Իրաք, Սիրիա եւ այլ Թուրքիա, այս ամբողջը 3 միլիարդ ու կես բնակչություն է, այս ճանապարհներից, կոմունիկացիաներից օգտվելու են։ Մենք չուզենք է զարգանալու ենք։ Հիմա ձեր վախը ի՞նչն է, ժողովուրդ։ Ուզում եմ հասկանամ։ Ինչով եք զբաղված։ Հա, խոսք եք տվել ես մի հարևանին կոնֆետին չեք կպնելու, մի հարևանը թող իր քաղցրի մեջ նստի, մենք էլ տուժվենք։ Իշխանությունները երբևէ նման ակնարկ չեն արել։ Իրենք ասում են բաց են, խաղաղության խաչմերուկ են ստեղծել, ասում են եկեք գնացեք, մենք ուրախ ենք Չինաստանից, Հնդկաստանից։ Ինչով սարերով։ Ինչով գանք։ Եղած ճանապարհներով։ Եղած ուրիշ ճանապարհ ունես։ Դուք կամ չեք լսում, կամ չեք ուզում լսեք։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Գիրանցում, որ գնացել է ժողովրդին հավաքել, ինչ հայտարարել, ասել է մենք չենք կարող երկու անգամ Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության, սենց ասենք, որովհետեւ քաղաքացու վարենք, որ իրանք տուժվեն։ Մենք չենք ասում վարի, որ իրանք տուժեն։ Մենք ասում ենք մեր քաղաքացիությունը վարենք, որ մենք շահենք։ Հետո եթե մենք չենք վարում այդ քաղաքացիությունը, ապա մենք վարում ենք ինչ քաղաքացիություն, որ Ադրբեջան, Թուրքիան կարողանան, այդ էլ չի ստացվում։ Այսինքն ոչ մի բան, հետո ասում եք, գիտեք, 500 միլիոնից ավել դոլար պետք է դնենք Թովուս Իջևան այդ ճանապարհը, որտեղ այնտեղ սողացել է այդ ճանապարհը, մենք այդ գումարները չունենք, եւ այլն եւ այլն։ Հիմա խնդիրը չունես, կարելի է նույն Չինաստանի հետ, նույն Հնդկաստանի հետ ներդրումներով 50 տարով եւ այլ, որ այդ ճանապարհներից էլ իրանք օգտվելու են եւ այդ խնդիրները լուծեն։ Հիմա մենք չասենք ինչ չունենք, մենք ասում ենք, այս է մեր տարածաշրջանը, մենք գնում ենք այս ճանապարհով, թե չենք գնում։ Կարող ենք որոշումներ կայացնենք, պատասխանատվություն վերցնենք մեր վրա, իրոք գիտակցենք մեր լավը որն է, սխալը որն է, թե ուզում ենք սենց էլի բոլորի համար լավ լինենք, բայց վերջում մեր ժողովուրդը տուժվեն։ Դուք եթե չեք նկատել, ձեզ կարամ հուշեմ, ժամանակին Հայաստանի իշխանությունները միշտ եղել են արևմուտքում, բանում, դրսերում, որ իրանց լավ ընդունեն։ Հիմա Նիկոլն է դարել դա։ Դրսերում իրան ընդունում են, լավ է։ Իր ժողովրդի ինչ վիճակում է, իրան չի հետաքրքրում։ Ես ասում եմ, առաջի հերթին մեր ժողովուրդն են, տարբերություն հետա լինելու իմ ու իրանց մեջ։ Մեր ժողովուրդն են նոր մնացածը։ Շատ լավ։ Ինչ էր որն էր Լավրովի Հայաստան կատարած այցի նպատակը, ինչ նոր պլաններ բերել կամ ինչ էր պահանջում, որ անեինք, ինչ էր պահանջում, որ չանեինք կամ ուզում էր անեինք կամ չանեինք, որն էր նպատակը, անկախ նրանից թե առերևույթ ինչ հայտարարություններ արվեցին։ Ես որովհետեւ այլ նպատակ ուղղակի ես վերջի ժամանակներս Ռուսաստանը փորձում է Հայաստանի հետ իր հարցերը բարելավել եւ բարելավել այդքան մի բան։ Ես ուրիշ նպատակ չեմ տեսնում, մնացած ուղղակի խոսակցություն եմ համարում։
Արարատ Միրզոյանը Լավրովի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մենք չենք պատրաստվում վերանայել մեր հարաբերությունները, այսինքն արկա ֆորմատը չենք պատրաստվում վերանայել, սա ինչ էր ըստ լավ իմաստով էր, ոչ այնքան լավ։ Ես գտնում եմ, որ այսինքն մեր այն փաստաթղթային բազան, ինչը որ կա, դրանք մնում են, որ այս փուլում իրանք Արարատ Միրզոյանը հայտարարությունը դուք նայեք որպես լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ այս փուլում։ Այսինքն հրաժարվել չենք ուզում։ Այո, չենք հրաժարվում, բայց դա համար իմ ելույթներում ասեցի, որ այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունները ավելի լավ ռուսամետ են, քան ցանկացած դաշտում գործող ռուսամետներ, հա։ Դուք ասիք չէ։ Ես ձեզ փաստերով եմ ասում։ Բայց կա նաև հակառակ մեկնաբանությունը, որ Լավրովը ցանկանում էր ավելի սերտացնել հարաբերությունները, ինչպես դուք եք ասում, նրանց հետաքրքրում էր մեր հարաբերությունները, բայց իշխանությունները Արարատ Միրզոյանի միջոցով հայտարարեցին, որ այս պահի դրությամբ ինչի վրա կանգնած ենք, մենք ավելին չենք պատրաստվում տալ կամ ավելի բարձրացնել հարաբերությունները։ Սա էլ կար, թե ոչ։ Ես դա չեմ տեսել, չեմ տեսնում, ես գտնում եմ, որ այսօր մերոնք հասկանում են, որ 14-15 միլիարդ աբարոտ ունեն հետները, շրջանառություն ունեն եւ նորմալ էլ իրանց աշխատում են, ուղղակի արևմուտքին էլ պիտի ցույց տան, որ մենք այդքան էլ դեղ չենք, էլի ձեր հետ էլ ենք, հլա ընտրությունը բրցնի ավելի լավ ենք լինելու։ Սա է խնդիրը։ Դա մար եմ ասում, այս խաղերը երկար չի ձգվելու։ Դուք պատասխանատվություն եք կրում այս 3 միլիոն ժողովրդի համար ու տենց խաղալով չի ստացվելու, տղերք։ Հայաստանում էին նաև Հայաստանում էր Ֆրանսիայի արտգործնախարարը, փաստաթուղթ ստորագրվեց, պատրաստում էին նաև ռազմավարական գործընկերության վերաբերյալ քննարկումներ իրականացնել կամ փաստաթուղթ նախապատրաստել այդ առումով ինչ զարգացումներ եք տեսնում դուք։ Եվ իսկապես դա չի կարող նման, այսպես ասած, դիվերսիֆիկացումը ռազմավարական գործընկերների դրական չէ։ Ես ոչ, ես միշտ եմ անկեղծ, ես առաջինը ես եմ եղել, որ հայտարարել եմ դրա մասին դեռ 21 թվականին Հ1-ով, որ ասել եմ դա մեր ճանապարհը միակետ է, ով որ ուզման նեղանա կամ իրան լավ չզգա, մենք բոլոր հարցերը պետք է բոլորի հետ համագործակցենք, բոլորի հետ։ Հասկանում եք, բայց դա որևէ կապ չունի իմ ու քո հարաբերության հետ։ Եթե դու իհարկե, եթե իրանք պետք է այդ հրետանին գնելով դու իմ հետ խռովես, խռովի։ Ակնարկեց Սերգեյ Լավրովը, որ դուք Ֆրանսիայից եք զենք բերում, ձեր ընտրությունը ինչ ուզում եք արել, բայց Ֆրանսիան մեծ թշնամական երկիր է։ Խռովելու առիթ է դա Ռուսաստանը խռովելու է։ Ես կասեի կներեք 1000 անգամ ներողություն, որ միջամտնեմ այդ խոսակցությունը, դա մեր կողմից բանակցողները անպատրաստ են, հա։ Ինչ առումով։ Բացատրեմ, մասնագիտական ասում եմ, մենք ձեզանից ուզել ենք SSS զենքերը, դուք ասել եք պատրաստ չենք դա տալու։ Փողը տվել ենք, չեք տալիս։ Չէ։ Դուք փողը տվել ենք ընդհանրապես չգիտեմ ինչի դիմաց, օրինակ ես ուզում եմ այս վերջի ուպուս կալիցան, որ դուք արտադրել եք, դա տակ դուք ասում եք, չէ, մենք սա չենք վաճառում։ Դե դուք չեք վաճառում, այ շվեյցարացին Շվեդիան վաճառում, գնում եմ Իրանից առնեմ կամ Ֆիննա վաճառում կամ մեկը չի դառնում, որ ես քեզ դեմ եմ։ Այդպես է եղել։ Չէ, մերոնք պետք է այդ ձև հարցը դնեն, ոչ թե այդպես է եղել։ Այդպես է եղել, թե ինչպես է եղել, ես ուզում եմ այն զենքեր, որ իմ անվտանգությունը երաշխավորում է։ Դու այն զենքերը, որը իմ անվտանգությունը չի երաշխավորում, դու դա ես կարող ինձ վաճառես։ Ես դա չեմ բայց ուզում։ Լավրովն ասաց, որ արդեն տված կապ չունի ինչ զենք ենք ուզեցել, տված փողի դիմացել, ասացին, որ մենք չենք կարող մատակարարել, դրա համար փողը իդ կտանք, հաշվանցում կանենք։ Էլ եւս մեկ անգամ ասենք նոր սերնդի ինչ ասեցի, կալիցաներ, հա։ Հա, նոր սերնդի կալիցաներ կամ ականանետեր ունեն նոր սերնդի եւ այլ եւ այլ։ Ոնց կտան իրենք զենքի։ Դա համար բանակցություններում, երբ որ ինչ որ մեկը մեզ մեղադրմախի են 20-ից առնում, պետք է առաջերտին ինքը որպես սայուզնիկ գերտերություն դա քեզ ապահովի որակականը գլխավոր, հա, որ նոր քեզ նման պրետենզիա ներկայացնի, բայց մենք այնքան թույլ վիճակում ենք մեր պահվածքը, որ իրանք կարան դա չանեն, բայց պրետենզիա ներկայացնեն։ Սրա մասին է խոսքը։ Ինչու Լավրովը ձեր կարծիքով չգնաց Ծիծեռնակաբերդ, պարոն Բաբայան։
Տեսեք Ֆրանսիայի արտգործնախարարը գնաց, անգամ Սլովակիայի նախագահ Ֆիցոն գնաց, որին մենք այդքան էլ բարեկամական չենք եղել։ Խնդիրը նա է, որ իրանք այսօր Թուրքիայի հետ փորձում են իրանք հարցերը կարգավորեն, իրանք թվում է, որ կարգավորում են, բայց ժամանակը ցույց կտա, որ իրանք սխալվում են։ Բայց 3 տարի առաջ գնում էին միշտ խնդիրներ կամ համագործակցություն ունեցել են, միշտ 3 տարի առաջ ուրիշ է եղել, այսօր ուրիշ վիճակ է իրանց մոտ։ Մեկ երկրորդը մի մոռացեք, որ Թուրքիան որպես հարթակ այսօր միակն է մնացել իրանց, որ կարողանան Ուկրաինայի հարցում բանակցել, երկրորդը Թուրքիայի գործողությունները թե Սիրիայում, թե այդ ամբողջ տարածաշրջանում եւ թե Կովկասում շատ լուրջ խնդիր է իրանց առջև դնում եւ իզուր չի, որ Ֆիդանը գնում է Մոսկվա, անձամբ Պուտինը ընդունում է կամ ինչ-որ հարցեր է լուծում։ Շատ լուրջ խնդիրներ են իրանք քննարկում իրար հետ, մենք դա համար եմ ասում, պետք է մեր անվտանգությունը, պաշտպանությունը ստեղծենք, ինքնուրույն նորմալ ապրենք։ Զուտ Թուրքիային չնեղացնելու համար։ Մենակ Թուրքիան չի, Թուրքիան որ չգնաց Ծառնակաբերդ շատ ես գտնում եմ, որ ընդհանրապես չէ դրանով իսկ Հայաստանի փորձում է ինչ-որ բան հասկացնի, բայց ես բազմիցս ասել եմ, որ փորձում են իրանց դերը բարձրացնեն, որ մենք հասկանանք, որ առանց իրանց ինչ-որ մենք հարց չենք կարող լուծել, ես ասում եմ, այդ ձև չի, ասել եմ, ասում եմ, ասելու եմ, մենք կամ պարտներ ենք լինում, նորմալ, հավասարի, կամ իրանք պետքա իջեցնեն այնտեղ հողի վրա ռեալ կանեն։ Սա է խնդիրը։ Պարոն Բաբայան, նորից արցախյան կամ հայ-ադրբեջանական խնդիրներին մի հարց եւս։ Դուք ժամանակին մեր տաղավարում նաև ասել էիք, որ որոշակի գործընթացների մեջ եք գերիների, սպանվածների մարմինների, անհայտ կորածների Ադրբեջանի հետ այդ փոխանակման կամ հանձնման վերաբերյալ գերիներին ետ բերելու եւ տևական ժամանակ է անցել, ինչ որ անհաջող ստացվեց այդ գործունեությունը։ Ես այն ժամանակ էլ եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունն է դրանով զբաղվում, ես ուղղակի ինձանից կախված քարտեզագրել եմ այն մարդիկ, ովքեր այդ դիակների տեղը գիտեն, այդ բաները կա, այդ մարդկանց գտել եմ, այդ մարդկանց ցուցակագրել եմ, ներկայացրել եմ անվտանգությանը, ցանոթացել են, իրանք բանակցում են։ Հիմա ինչու՞մն է խնդիրը։ Դրանից հետո Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ հայերը 4000 զոհ ունեն, բան ունեն իրանց մոտ դիակ ունեն, մեզ չեն տալիս, հետո իրանց փոխնախարարները մակ են դիմում եւ այլ, ասենք ընթանում է ինչ-որ process ու հետո հանգստանում են։ Ինչն է խնդիրը, ինչի մասին է խոսքը, ես գտնում եմ, որ իրանք ձգձգում է ադրբեջանական կողմը, Բաքվի դատերի խնդիրը, դատարանի խնդիրը եւ 2027 թվին ասենք պայմանագիր ստորագրելու կամ չստորագրելու ով է ընտրվելու Հայաստանում, ինչ է լինելու, ինչ համանadrություն են, ընդունելու են, չեն ընդունելու, փոխելու են, չեն փոխելու, այս ամբողջը հետաձգվել է։ Մինչև 27 թիվ, այսինքն համանadrությունները։ Այո, մանավանդ որ դատական process-ներ, որ Բաքվի հետևում ես, դեռ 92 թվականում են։ Քննությունը գնում է դեռ դատական process-ում 92 թվականին ինչ կատարվել է։ Պատկերացրեք միջև մեզ միտումնավոր ձգձգում են։ Ну, երևի չգիտեմ։ Մի խոսքով էս է իրականությունը։ Չսպասենք խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ես գտնում եմ, որ այդքանը լինելու է ընտրություններից հետո ինչ ուժեր են գալու եւ ովքեր են լինելու, որ Հայաստանում չկա քաղաքական ուժ, որը որ 50+1 աստանալու, դա փաստ է, որ գործող իշխանությունը չունի այն սատալիտները, որի հետ հետագայում կոալիցիա կազմելու, դա էլ է փաստ։ Գալու ենք Գյումրիի վիճակին։ Սա է լինելու։ Սա է կատարվում հիմի։ Ինչքան էլ իշխանությունը փորձում է իրան, ասենք ասենք ցույց տա, որ ինքը ինքնավստահ, դա կինո է։ Ուղղակի կամ ժողովրդի հետ չեն շփվում, չգիտեն ինչա կատարվում, կամ ընդհանրապես իրանց մասին մեծ կարծիքի են։ Իսկ ընդդիմությունը մեկնումեկը ի վերջո պետք է ընտրվի, այս դեպքում այսօրվա դրությամբ ձեր կարծիքով ովքեր որ ուժեր ունեն ավելի մեծ շանսեր իշխանության գալու։ Ես գտնում եմ, որ
այս փուլում չի կարելի ասել ինչ որ շանս մեկը ունի, որտեղ փոքր կուսակցություններով գնալու են, հետո չեն ստանալու այն փաթեթը, որտեղ 3 կուսակցությունից ավել արդեն օրենքը թույլ չի տալիս, եւ այլ, ասեն գնալու են մեծ ընդդիմությանից ավելի ձայն վերցրած, ասենք պայմանական ինչ որ մեկը վերցրել է 15-20%, նա գնալու է իշխանության հետ, ասենք երկրորդ փուլի։ Երկրորդ փուլը լինելու։ Ես տենց եմ տեսնում, եթե սենց շարունակվի, այդ երկրորդ փուլով են լուծելու։ Այսինքն մեկ կոալիցիա դժվար է կանխատեսում։ Օրենքը թույլ չի տալիս, ես չեմ տեսնում, որ 3 կուսակցություն, 2 կուսակցություն միանան 54 ձայն ունենան։ Չեմ տեսնում այդ կուսակցությունները ընդդիմադիր դաշտի։ Օրինակ Գյումրիի օրինակով, տեսեք, ճիշտ այնտեղ 4 էին, բայց Հայաստան արդեն համապետական ընտրությունների դեպքում հնարավոր չի 4 ընդդիմադիր ուժեր նախկին նախագահներին աջակցող կամ հանրապետական կուսակցությունը, Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը չէ, դաշինքը այնտեղ միասին չեն համագործակցում։ Օրենքը թույլ չի տալիս 4-ը միանան։ Երկուսը միանան, երկուսը միանում են, չի լրանում այդ թիվը։ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն կարող լրացնել։ Ես չեմ տեսնում։ 54 ձայն, երկու կուսակցություն միասին պետք է 54 ձայն ունենան, ես չեմ տեսնում այդ։ Իսկ եթե անգամ լինի իրանք կհամագործակցեն ձեզ նաև Հայաստանի համապետական իրաց տեղ չեմ կարա ինչ-որ բան ասեմ։ Ես լարվածությունն տասնյակ տարի է ես իրանց ոչ խոսում եմ, ոչ տեսնում եմ, որ իմանամ իրանք կողքից նայելով դուք իրանց լավ եք ճանաչում, աշխատել եք իրար հետ։ Եթե կողքից նայելով ես իրար հետ չեմ տեսնում իրանց։ Եթե կողքից նայելով ասեք։ Իսկ դուք ինչ եք անելու։ Դուք ինչ որտեղ մասնակցելու եք Հայաստանում ընտրությունների 26 թվականին։ Որոշում կայացնենք, որտեղ ես չեմ կուսակցությունը ինձանով չի։ Ես ուղղակի այդ կուսակցության մեջ մի անդամ եմ։ Բայց հավանականությունը մեծ է, որ կմասնակցենք, տեսնենք։ Եվ եթե որևէ մեկ, ինչպես դուք եք ասում, շանս չունի 50+1 ստանալու, այդ թվում նաև դուք ձեզ էլ նկատի ունեք, բնականաբար։ Հա, իհարկե։ Այդ դեպքում ում հետ կհամագործակցեք։ Նույնիսկ եմ ասում, այսօր շատ սխալ է խոսել համագործակցությունից։ Մտնում ես պարլամենտ, դեղ ովքեր կլինեն, ովքեր ինչ ծրագրով դու ժողովրդին բաներ չի խոստացել։ Ասենք դուք կընդունեք այն ծրագիրը, ինչ որ ես խոստացել եմ ժողովրդին։ Դա ազգային ժողով մտնելուց հետո իսկ մինչև ազգային ժողովը։ Մինչև ազգային ժողովը ես ոչ մեկի հետ չեմ համագործակցի։ Օրինակ 2010 Եթե ինձանից հարցնեք, էլի, բայց կուսակցությունը կա համագումարանի որոշի, որ ինչ որ մեկի հետ համագործակցում է։ Օրինակ դուք անձամբ 2017 թվականին համագործակցում եք Օրո Դաշինքի հետ։ Ես ոչ թե համագործակցում եի։ Այ դուք ղեկավարում եք այ ասել Դաշինքը։ Ես փորձում եմ, չէ, ոչ թե համակարգում եի։ Ղեկավարել բառը ճիշտ չի։ Համակարգում եի, դա համար էլ իշխանությունը հասկացա, որ ինձ պետք է շուտ փակի, որ այդ խնդիրը լուծի։ Ինչ խնդիր էր, մեծ խնդիր էր։ Դու ձերբակալեց, լուծեց, էլի։ Հերիքեր 7-8% վերցնել, 7%-ից անց էինք մենք, այդ 7% վերցնենք, 51% իշխանությունը չեր վերցնի, վերջ։ Դա նոր չէր կարա ձևավորել։ Իսկ հնարավոր է նույն ուժերի հետ համագործակցեք Վարդան Օսկանյանի, Ռաֆի Հովհաննիսյանի, Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանի ճամբարում։ Ես դες ասացի, ես որևէ մեկի հետ համագործակցման եզրեր չեմ տեսնում այս փուլում։ Պարլամենտ կմտնենք, ծրագրերը կդնենք, կնայենք ում հետ ենք համագործակցում։ Հիմի ոչ։ Իսկ իշխանությունների հետ հնարավոր է որ փուլում այս թե այն փուլում։ Միակ քաղաքական ուժը մենք ենք եղել, որ միշտ հայտարարել ենք, որ մեր համար տաբու չկա։ Ինձ հարց են տվել իշխանության, հանրապետական եւ այլ որևէ մի քաղաքական ուժի հետ տաբու չկա ծրագրի շրջանակում։ Գիտեք, մենք կռիվ ենք տալիս, ուզում ենք մեզ ժողովուրդը ձայն տա, որ գնանք բանակը դարձնենք պրոֆեսիոնալ, կրթության ոլորտը փոխենք, բժշկություն, թոշակները եւ այլ խնդիրներ։ Հետո գալիս ենք, հանդիպում ենք մի ուժի հետ, ասում են միացան այդ ուժը ընդհանրապես հակադիր ճամփարում եք գաղափարական։ Լավ, միացել ես, ինչ անես։ Բայց քո ժողովրդին ինչ ես պատասխան տալու։
Այս բոլոր իրողությունները նկատի ունենալով, պարոն Բաբայան, ինչ կանխատեսում, միգուցե կանխատեսում ասեմ, ինչ կանխատեսում ունեք առաջիկա մեր իրավիճակների զարգացումների մասին Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Ես համարել եմ եւ համարում եմ Հայաստանի ներսում քաղաքական ուժերը պետք է վերադասավորվեն ճիշտ, եթե կարողանան իրանց մեջ ուժ գտնեն, այդ ամբիցիա գծած դնեն, վերադասավորվեն, հնարավոր է, որ ժողովուրդը ընտրի մի պարլամենտ, որը ապագան տանի զարգացման։ Ինչ ամբիցիաների մասին է խոսքը, ում մասին է խոսքը։ Բոլորին է վերաբերում դա։ Ով ինչ անի։ Ինձանից սկսած բոլորին վերաբերում է։ Դուք ձեր որ ամբիցիան կդնեք։ Դուք միշտ հայտնի է, որ ցանկացել եք բանակը ղեկավարել, նույն թե լինել պաշտպանության նախարար։ Կդնեք այդ ամբիցիան։ Չէ, այդ ամբիցիան ես չեմ դնի, որովհետև ես գիտեմ, որ դու չես կարող ղեկավարես։ Այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանն էլ ասում է, ես ճգնաժամային կառավարման ղեկավար եմ։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, դա ինքը որպես վարչապետ, ինքը չի ասում պաշտպանության բանակ։ Ես չեմ խոսում որպես վարչապետ։ Տարբերությունը դա է։ Կաշխատեք Ռոբերտ Քոչարյանի հետ որպես պաշտպանության նախարար։ Ես ցանկացած մեկի հետ իմ պետության շահերից բխող ծրագրային բոլորի հետ աշխատելու եմ։ Եկեք հասկացեք ինչ եմ ասում։ Այսօր հայտարարում եք, որ ահա ես եմ իմ կարողություններով, Չէ, ես ով համաձայնի իմ պայմաններին կմիանամ նրա։ Դուք պրովոկացիոն հարց եք տալիս, ես պրովոկացիոն պատասխանում եմ։ Ինչ է լինելու 26 թվականին ասես։ Ընտրություն է լինելու, որտեղ պետք է մեր հասարակությունը ճիշտ կողմնորոշվի, մի անգամ ծրագրային գաղափարի շուրջ գնա ընտրություններին։ Չգնա ամբիցիաների, ստերի, պոպուլիզմի, վախի, հա, վաղ կռիվա լինելու, հա, ինձ ձայն տվեք։ Հիները գալիս են, նայեք, հնե գալիս են արդեն, հա, սրանից պետք է ձերբազատվենք ժողովուրդ։ Ձերբազատվեք, ուղղակի դրանից ձերբազատվեք, պետք է գնալ գաղափարի շուրջ։ Ինչ է ասում այս մարդը, ինչ է բերում, ինչով է հիմնավորում, ոնց է այդ թոշակը բարձրացնելու աշխատավարձը նվազագույնը, աշխատավարձի, ասենք երեխաների ծնելիությունը ոնց է խթանում, պրոֆեսիոնալ բանակը ոնց է, ով ինչ է ներկայացնում, դրանով էլ փորձեք ընտրություն արեք։ Այս է ճանապարհը, եթե կարողանանք մեր հասարակությանը բերենք այդ դաշտ, որ այդ ձև մտածեն, թայփաբազարությունից բրծնեն, բարեկամ, հարևան, ընկեր խաղալով ընտրություն չանեն, հետո ընկնեն այս վիճակին, ասեն, բա ո՞ց սենց դարավ, հա։ Այդ դա է մեր խնդիրը, ես գտնում եմ, անձամբ ես իմ խնդիրը, մեկը դա է, եւ մեր թիմի խնդիրը, որ կարողանանք այդ ճանապարհով ընթանանք։ Մնացածը ժամանակը ցույց կտա։ Եվ այսպես նախընտրական դատողություններով էլ ավարտենք մեր զրույցը։ Շնորհակալություն պարոն Բաբայան, հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ Ամեկ+-ի տաղավարում էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։